Կառավարությունը քննարկում է Կապանի այս թռիչքուղուց միջազգային թռիչքներ իրականացնելու հնարավորությունը, սակայն արդյոք Սյունիքի օդանավակայանը պատրաստ է ընդունել միջազգային թռիչքներ։ Օդանավակայանից ասում են, շահագործման օրվանից պատրաստ են միջազգային չափանիշներով սպասարկմանը։ Հակոբ Ճաղարյանը, ով Կապանից հազարավոր թռիչքներ է կատարել, տարակուսած է։ Ասում է, հնարավոր է վայրեջք կատարել, բայց թռիչքը բավականին բարդ է լինելու։ Առաջին խնդիրը վազքուղին է։ Կապանի օդանավակայանը գտնվում է խորը ձորում եւ չի կարող ընդունել եւ բաց թողնել մեծ օդանավեր։ Կապանի օդանավակայանը ունի շատ սահմանափակ, վերին աստիճանի շատ սահմանափակ հնարավորություններ մեծ օդանավեր ընդունելու, այսինքն այնտեղ կարող է թռնել միայն ATR ֆրանսիական եւ ներկայիս L410 օդանավը, որոնցից առաջինը ATR-ը կարող է հատել Կովկասյան Լեռնանցքը, որովհետև հերմետիկ է, իսկ Կովկասյան Լեռնանցքի վրա անցնել ոչ հերմետիկ օդանավով չի կարելի։ Կա եւս մեկ խնդիր՝ դեպի Կապան եւ դեպի Քաջարան թռիչք կատարել չեն կարող սարերի բարձրության պատճառով։ Իսկ դեպի Գորիս թռչելու համար պետք է օդանավը փոքր քաշ ունենա, որպեսզի կարողանա բարձրություն հավաքել։ Փորձագետը վստահեցնում է, տեխնիկապես առավելագույն հեռավորությունը, որ կարելի է հաղթահարել Կապանից, Իրանի Թավրիզ քաղաքն է։ Վրաստան եւ Ռուսաստան ժամանելու մասին խոսք լինել չի կարող։ Հիշում է, դեռ տարիներ առաջ, երբ Խորհրդային Միության ժամանակ թռիչքներ էին անում, անցնում էին Ադրբեջանի տարածքով։ Թռիչքից անմիջապես հետո աչով մտնում էինք Զորը Կիշլակ գյուղի բարձրությամբ, դա արդեն ադրբեջանական ԽՍՀ Զանգելանի շրջանն էր։ Այսօր նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո դա արդեն նորից Ադրբեջանի Հանրապետության Զանգելանի շրջանն է։ Ունենք արդյոք մենք Ադրբեջանի թույլտվությունը այդ թռիչքները կատարելու։ Չունենք։ Ունենք թռիչքների օդանավակայանի միջազգային նորմերով պահանջված միջազգային թռիչքների անվտանգություն։ Չունենք 100 մետր, 150 մետր հեռավորության վրա գտնվող թշնամին, որ հաստարակ ատրճանակով կարակրակի օդանավակայանի պատուհանն եւ միջազգային օդանավակայան ասածը տեղից անմիջապես դուրս կգա։ Օդանավակայանը պետք է ունենա մաքսային սահմանապահ կետեր, ստուգման այլ ծառայություններ։ Օդանավակայանից նշում են, այդ ամենը եւ եւս մի քանի տեխնիկական հարցեր լուծվելուն պես միջազգային օդանավակայանը պատրաստ է, իսկ թռիչքներ կարող են կատարել ցանկացած ուղղությամբ։ Իմ կարծիքով սա հասարակ PR ակցիա է եւ ես ցավում եմ, որ բարձր պաշտոնների գտնվող մարդիկ, որոնք որ պատասխանատու են ավիացիայի ոլորտի կարգավորման համար, այդ հասարակ բաները չեն հասկանում, կամ էլ հասկանում են ու ուղղակի PR են անում նախընտրական։ Օդանավակայանը դեռ միջազգային չափանիշներին չի համապատասխանում։ Պետք է կարգավորվեն նաև իրավական հարցեր։ Ներդրումները կատարվելու են մինչև 2033 թվականը։ Դրանից հետո գուցե ունենանք միջազգային երկրորդ օդանավակայանը։ Ալադավթյան, Սիմիկ Մայիլյան, Էպիկենտրոն։